Ախալքալաք Կարս երկաթուղին, որ այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ մեր երկիր ներմուծումների համար, այնպես ինչպես ադրբեջանական երկաթգծերը, վարչապետի բնորոշմամբ մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլևս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական միության հետ։ Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա եւ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում TRIP նախագծի իրագործման արդյունքում։ Այս երկաթուղով հայ գործարարներն իրենց բեռնափոխադրումները կարող են կատարել մի քանի տարբերակով, օրինակ Հայաստանից ապրանքների արտահանման համար կամ գնացքները բեռնեն, կամ էլ բեռնատարներով դրանք հասցնեն Ախալքալաք, այնտեղից էլ ճանապարհը շարունակեն գնացքով։ Այս պահին, սակայն, ըստ տնտեսագետների, Ախալքալաք Կարս երկաթգծի միայն մինչև 25% թողունակությունն է օգտագործվում, այսինքն այն թերբեռնված է։ Ոչ եկամտաբեր երկաթուղի է, շահու չի գեներացնում։ Ապրանքներ չեն գնում, չեն գալիս։ Այդ երկաթուղի մտածված էր, որ մեծ ծավալները պիտի տեղափոխի, համապատասխան իր ընդհանրեն գումարները, որտեղ ներդրված է, եթե են գալու մոտավորապես մի 10 տարի, 15 տարի հետո, մտածել են, որ Ղազախստանից, Միջին Ասիայից ընդհանրեն ահագին բեռներ, միլիոնավոր տոննաներ կգնա, չի գնում դա։ Կա ապրանք չկա, որ երկաթուղին լցվի։ Ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, փորձագիտական վերլուծական համայնքում այնքան էլ ոգևորված չեն Ախալքալաքի երկաթուղով Կարս, ապա նաև Եվրոպա հասնելու հնարավորությամբ։ Մասնագետներն ասում են, այն ոչ թե հայկական տնտեսությունն է զարգացնելու, այլ թուրք-ադրբեջանական։ Հիմնավորում են երկաթգծին Հայաստանի միացումը կարող է լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ ստեղծել Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղային նախագծի համար, որն այդպես էլ տնտեսական ակնկալիքներն ամբողջությամբ իրականություն չդարձրեց։ Այդ երկաթուղով մարդիկ իմաստ չկա տեղով ապրանք տեղափոխել, որովհետև ապրանքի ինքնարժեքը տրանսպորտային ծախսերի բարձրանալու հաշվին բավականին բարձրանալու է, ձեռնատու չի լինելու։ Ընդ որում կա այս պահին հենց այդ երկաթուղու պայմաններում զուգահեռ աշխատող Երևան, Փոթի եւ Բուլղարիա գիծը։ Այսինքն Եվրոպա հասնելու հնարավորությունն այսպես թե այնպես կա, այս դեպքում եւս մուլտիմոդալ միջանցքով երկաթուղու Երևանյան կայարանից դեպի Փոթի, ապա վրացական այս կանգառից նավով բուլղարական ափ։ Դուք տնտեսվարող եք, չէ, ուզում եք որևէ բան արտահանեք։ Ունեք տարբերակ, ենթանք Երևան, Փոթի, Փոթից միանգամից Եվրոպական միության երկրներ։ Եվ այդ ճանապարհը գործում է սակագները բավականին նորմալ սակագներ են, եւ ձեզ առաջարկում է Երևանից գնաք հասնեք Ախալքալաք, Ախալքալաքում բեռնաթափեք, Ախալքալակից երկաթուղով տանեք Կարս, Կարսից շարունակությունը լինելու թուրքական երկաթուղով, այս ամբողջը անելու ընթացքում այդ հայկական տնտեսվարողը այդ իր արտահանածի վրա մի բան ինքը փող դնի, որ այդ տրանսպորտային ծախսերը փակի։ Մասնագետներն այստեղ նաև հիշեցնում են Փաշինյանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն ասում են, թե այդպես էլ թղթին մնաց, այնպես ինչպես խաչմերուկը տեղից չշարժվեց, այն մնաց Վրաստանում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։